Արմավիրցի դպրոցականների կրթական միջավայրը բարելավելու համար Leading Change հասարակական կազմակերպության և Ճապոնիայի դեսպանատան միջև հուշագիր կնքվեց։ Մարդկային անվտանգության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը 95,000 ԱՄՆ դոլար կհատկացնի Արմավիրի մարզի ակնաշեն, ապագա, Արտիմեդ, Խորոնք, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Ծիածան, Մրգաստան և այգեշատ բնակավայրերում գործող դպրոցները նոր գույքով համալրելու համար։ Ամեն տարի Հայաստանում 4-5 ծրագիր ենք ֆինանսավորում։ Բացի այս ծրագրից մենք Արմավիրի մարզի մի շարք դպրոցների ևս տրամադրել ենք գույք, անհրաժեշտ պարագաներ։ Մարդկային անվտանգության դրամաշնորհային ծրագիրն իրականացվել է Արագածոտնում, Սյունիքում։ Ծրագրերը միտված են ամենախոցելի խմբերի կյանքի որակի բարելավման, ինչպես նաև կրթական միջավայրի դրական փոփոխություններին։ Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Տիկին Անազավայոկոն իր խոսքում նշեց. «Սա հերթական նախաձեռնությունն է հայ-ճապոնական բարեկամության ամրապնդման և կրթական որակի բարձրացման ճանապարհին, ապահովելով հավասար պայմաններ մարզային դպրոցների սաների համար»։ Այս օրինակ համագործակցությունները շարունակական են լինելու։ Նախագիծը հիմնականում ընդգրկում է այն դպրոցները, որոնք ներառված չեն կառավարության կողմից ֆինանսավորվող 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում։ Ծրագրի իրականում նպատակն է ապահովել անհրաժեշտ գույքով մի շարք դպրոցների, որոնք գտնվում են Արաքս խոշորացված համայնքում և Ողաշապատի խոշորացված համայնքում։ Մենք կապահովենք անհրաժեշտ գույքով, այդ թվում դպրոցական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ և գրապահարաններ։ Իրականում սա մեծ ձեռքբերում է և մեր համայնքի և մարզի համար։ Մոնիտորինգը կատարվել է համագործակցելով մեր Արմավիրի մարզպետարանի հետ։ Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչները նույնպես իրականում բոլոր դպրոցներում անձամբ շրջել են և իրենք իրենց կողմից նույնպես նաև կատարել են մոնիտորինգներ։ Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լյուդվիգ Յայլոյանը այս համագործակցությունը Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է դիտարկում։ Ձեր նախաձեռնությունը կարևոր ներդրում է մեր երեխաների կրթության, զարգացման և ապագայի կերտման գործում։ Նոր գույքը նպաստելու է առավել հարմարավետ և արդյունավետ կրթական միջավայրի ձևավորմանը։ Վերջին տարիներին պետության կողմից իրականացվում են լայնածավալ աշխատանքներ կրթության ոլորտում և բովանդակային, և քաղաքաշինական։ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը մեր պետության կարևոր ծրագրերից մեկն է և պետք է գոհունակությամբ ասենք, որ մեր մարզի 30 դպրոցներում իրականացվում են այսօր կառուցման և վերանորոգման ծրագրեր։ Եվ ուզում եմ ասեմ, որ ուրախ եմ, որ դուք մեր դպրոցների կողքին եք, հետևաբար մեր կրթության կողքին եք, հետևաբար մեր ապագա սերնդի կողքին եք։ Ծրագրի իրականացման ժամկետը 1 տարի է։ Դպրոցներին տրամադրվելիք նոր գույքի արտադրությունը կվստահվի տեղական արտադրողներին։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։